Ջարողջությունը մաղթում մեր հայրենատեր հայրենակիցներին, խնդրում տարածել եթերը։ Մի փոքր սպասենք եթերը տարածվի։ Արդեն կարող ենք սկսել, իմ հայրենատեր հայրենակիցներ, եթերը ուզում եմ սկսեմ նրանից, որ այս թրքաբարոնները, գիտեք, անընդհատ կրկնում են, որ իբրև թե զարկ են տալի ռազմական արդյունաբերությունն է, որը գիտեք, մեր համար ամենակենսական կարևորության, ամենակենսական նշանակության խնդիրներից մեկն է, բայց իրականությունը այլ է։ Հիմա ես հրապարակայնորեն դիմում եմ ինչպես կառավարության գլխին, այնպես էլ պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցնող սուբյեկտին, ուրեմն դուք արդեն կներկայացնեք իրար մեջ, թե ինչ է կատարվում, ես մենակ սաբոտաժ եմ տեսնում, բնականաբար ճակերտները չեմ կարող բացել, մոտ 20 օր առաջ տեղի ունեցավ հերթական հանդիպումը պաշտպանության նախարար կոչվածի հետ, մեր ընկերներից ես իրանց հետ դեռ խոսալու բան չունեմ, կգա ժամանակը կխոսանք աչքերի մեջ իրար նայելով, հիմա դրա ժամանակը չի, ներկայացվեց շատ կարևոր էլի սկսան անջատելը, ուրեմն ներկայացվեց պաշտպանական բնույթի շատ կարևոր զինատեսակների հետ կապված նախագծեր, որը մինչև հիմա մենք չունենք։ Դրա վրա աշխատել են հայկական գիտնականներ, հայ միտքն աշխատել, գիտական միտքն աշխատել, մի հատ ամբողջ sense ցիկլ է, խումբը աշխատել, բացի այն, որ դա մի քանի տարիներ շարունակ ներկայացվել է, ընթացք չի տրվել, այս անգամ էլ ասենք լավ, այս անգամ էլ ներկայացվի, մի հատ հասկանանք սրանց վերջնական որոշումը որն է, պարզվեց, որ պետք չի, պաշտպանության նախարարությանը պետք չի այն, ինչը որ իրականում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը չունեն եւ այն ինչ որ հայկական զինանոցում առհասարակ մինչեւ այս պահի դրությամբ գոյություն չունի։ Նորից մերժվեց, մինչեւ հիմա պատասխան չկա, արդեն 20 օր անց է, ինչպես պատասխան չկա այն նախագծից, որի մասին բազմիցս եմ ասել։ Մի խոսքով ես ուզում եմ ազգաբնակչությունը տեղեկանա, որ Հայաստանը գտնվելով պատերազմի շեմին, ինչի մասին գիտեք շեփորահարում են անգամ իշխանությունները, թե նախկինում մերժում էին բոլոր sense կոչերը, հիմա իրանք են դրա մասին գոռում, ճովում 24 ժամ, բայց արի ուտես, որ այս կարևորության խնդրի պայմաններում դրան կանխարգելելու, դրան դեմ դիմակայելու հետ կապված ծրագրերը սովորության համաձայն, սովորույթի ուժի համաձայն նորից ընթացք չի տրվում։ Անգամ չենք փորձում քննարկեն այդ ստեղծած, այդ ամեն ինչը ստեղծած մարդկանց հետ։ Այսինքն, եթե դուք sense թղթերը նայելով որոշում եք, որ դա պետքա չլինի, խմբի ղեկավարին ընդունում եք, բայց հանդիպում չեք կազմակերպում այդ մերժողների հետ, արդեն իսկ նշանակում է, որ դուք նպատակ չունեք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ունենա նմանատիպ զինատեսակներ, նմանատիպ պաշտպանական միջոցներ։ Ուրիշ սրան պատասխան գոյություն չունի։ Այն, որ դուք ոչ կոմպետենտ եք, դա պետական գաղտնիք չի։ Եթե դուք չեք հասկանում, իսկ դուք չեք հասկանում հաստատ, ուրեմն բարի եղեք, նայեք ինչ մեղմ եմ այսօր ձեր հետ խոսում։ Այնքան հայրենասեր եղեք ճակերտների մեջ, ոնց որ ձեզ փորձում եք ներկայացնել, բայց իրականությունը լրիվ դուք թուրքասեր եք։ Սեղանի ընծերի նստացրեք կառավարության գլխին, սեղանի ընծերի նստացրեք պաշտպանական գերատեսչությունը ղեկավարող մյուս գլխին։ Ես ասել եմ, չկա պետության գլուխ եւ գլուխներ։ Այդ գիտնականները, ովքեր ստեղծել են այս ամեն ինչը տարիներով չարչարվել են, նստացրեք սեղանի մյուս կողմում, այն մյուս կողմում էլ նրանց, ովքեր մերժում են այս ամեն ինչը չեն ուզում ընթացք տան։ Որ հետո չասեք, դե գիտեք մենք ինչ, մենք գիտնականներ չենք, մենք չենք հասկանում, մեզ սխալ զեկուցեցին, մեզի չէին ասել, որ դրան իրական նշանակությունը ինչ է, նստացրեք, լսեք, ձեր վիվդները արեք, հետո դուք մերժեք,
որ հետո պատասխանատվությունը մենակ դուք կրեք այդ ամեն ինչի, հետո չգցեք սրա վրա ռազմացունաբերության այդ հանձնաժողովը արեց, այնի արեց, դուք, պրյամոյ դուք եք երկրի այսօր կառավարման ղերքը վերցրե, դե յուրե, դե ֆակտո դուք եք, չէ՞։ Բա մարդիկ տարիներով նստեն, այս ամեն ինչը ստեղծեն, այսօր դուք չուզենաք սրանց ընթաստակ։ Գնում եք ստեից ընդեից մի հատ արդեն իրաց դուրս գրած ապրանքները բերում եք ստե, ասում եք բերեցին, կերև դուք մեր այս հայկական ռազմաբոդկեքը տեսեք, դուք մի հատ այդ մարդկանց կանչեք փակ հանդիպման, տեսեք արտասահմանը ինչ գներ է առաջարկում, որ այս ռազմաբոդկեքի ծրագրերը, գոնե ծրագրերը վաճառեն իրանց, դրա արտադրանքը չենք ասում։ Ու դուք եք խոսում հայրենիքից, դուք եք խոսում պաշտպանությունից, դուք եք խոսում բանակ ամրացնելուց, հա։ Նորից եմ ասում, այս իմ եթերները միշտ մալացիայի ուրեմն թաղայինները միշտ զեկուցում են, դա քրեական գործերի հիմքում միշտ է դրած, միշտ մալացիայի բանը թաղայիններն են գրում, իմ եթերներից քրֆուրները առանձնացնում են, քրեական գործերը հացում է դրա վրա։ Այս որ երրորդ եթերները չեմ տենում մի հատ տենց ընթացք։ Ինչ վերաբերում է հայրենիքին, պաշտպանությանը, երկիրը դզելու իմ եթերներին, իսկ իմ եթերների 99% դրա մասին այն մի տոկոսն էլ իրանց վերաբերելի վերաբերմունքը մի հատ ընթացք չկա։ Նորից եմ կրկնվում, ինչքան կարող եք սա տարածել, որովհետև շատ չափազանց լուրջ կարևոր թեմայի մասին է, եւ գիտեմ, էսի վերլուծվում է, տարբեր տեղեր նայում են, քաշվի առնելով որ գործում ենք ռազմական գաղտնիքի հետ, պետական գաղտնիքի հետ, ես դա չեմ կարող հրապարակել, շակերտներ չեմ կարող հրապարակել, բայց հավատացեք ինձ, այսօր այդ ծրագրերի համար դուք վերջի զրոները մենակ չեմ կարող ասել, էլ քանի զրո են ավելացնում, որ այս կոնկրետ այս Հայաստանում ստեղծած այս ծրագրերը տրվի երրորդ երկրներին վաճառելու, այս մարդիկ չեն վաճառում, այս մարդիկ ասում են, սա Հայաստանի Հանրապետությանն է, սա հայոց բանակինն է, սա հայ ազգինն է, ու ոչ մի ընթացք չկա։ 20 օրից ավել էլի լռություն, մի քանի տարի այս մարդիկ այս դռները ծեծում են էլի լռություն։ Եթե կուզենաք մանրամասն իմանաք, պարոնայք եւ տիկնայք իշխանավորներ, ինձ գտնելու տեղը հեշտ գիտեք։ Կարող եք բանը նույնիսկ ձեր այդ գերատեսչության ղեկավարին կանչել, հարցնել այդ հանդիպումների եւ այդ ծրագրերի մասին, ինչը մի քանի օրից կդրվի նաեւ այլ գերատեսչությունների սեղաններին, նամակների տեսքով, բողոքի դիմումների տեսքով եւ մյուս գերատեսչություններն էլ, ովքեր վերահսկողություն ունեն պաշտպանության նախարարություն կոչված այդ կանտորայի վրա, այն ժամանակ թող իրավական հարթությունում այս հարցը բարձրացնեն, ասեն խիչ եք դրեք քննարկման, դա չեմ ասում ընդունել, խիչ եք դրեք քննարկման, որ պլյուս մինուսները հասկանան, նպատակարարությունը հասկանան, դուք հասկանում եք, չէ՞, արդեն դե ոնց է որոշումները կայացվում են 23 թե 26 տարեկան խորհրդավոր են խորհրդատուների մակարդակով։ Ես չեմ կասկածում, որ տիկական սերի ներկայացուցիչների դեմն են դնում, են ասում են, չէ, այս ինչ այդտեղ եղբանա, այս մակարդակի է, էլի իրանց մոտ այդ քննարկումները։ Բայց մենք մեր հնարավորությունների սահմանում կանենք այն ամեն ինչը, որ դուք հանգած իրավական հարթությունից չշեղվեք, չկորեք, գոնե օպերատիվ տեսադաշտից, որովհետև մենք արդեն ստեղ տենում ենք սաբոտաժ։ Ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ընդդեմ հայ ազգիս մենք տեսնում ենք սաբոտաժ։ Մենք դա տեսնում ենք եւ կարանք հիմնավորենք ինչու՞մ է դա կայանում։ Ես մի դեպքից եմ խոսում, որը թարմ է, 20 օր առաջվա է։ Եթե շատ կուզենաք լկստվեք, մի քիչ շատ բացվեն, ավելի հետաքրքիր շակերտներ կներկայացնեմ, բուղներդ կհելնի, դտենանք այդ ովքեր են մերժում, այդ ովքեր են քննարկում, մի հատ բերեք դրանց գիտական աստիճանը, դրեք ու դրանց ստեղծողների գիտական աստիճանը նայեք, կրենայք ովքեր են ստեղծողները, ովքեր են այդ հարցերը քննարկողները, ու դուք կհասկանաք։ Այս հենց նույն բանակի ատեստացիայի թեմայի տակ է, էլի, իբրև թե բարի նպատակներով բանակը ինչ են անում։ Այս նույն ոճի մեջ են աշխատում, էլի։ Էսի գիտություն, պաշտպանության նախարարության կանտորայի ղեկավարություն, սա պաշտպանության նախարարության ազնիվ սպաներին չի վերաբերվում, ազնիվ զինվորականությանը, հայերեն ասել զինվորականությանը չի վերաբերվում, ազնիվ զինվորականությունը, ազնիվ սպաները երանի կտան եւ շատ կցանկանան եւ ասուն էլ աղոթում են, որ սրանք շուտ բերվի արտադրական տեսքի
արդեն դաժե կիրառվի մարտական ծառայության պայմաններում։ Չեն անում, փաստ։ Ու սենց պարբերաբար դուք էսի իմանալու եք։ Դեմա փորձեք շարունակել նույն ձևով, մի քանի օրից արդեն իրավական հարթությունով էս հարցը կքննարկվի, տենանք սաբոտաժ կա, թե սաբոտաժ չկա։ Մի հատ ամբողջ ոլորտ դա պետությունը իբրև թե հատկացրել, ֆինանսավորման մեխանիզմներից չեմ խոսում, հասկանում եք, ատկատային մեխանիզմներից չեմ խոսում, ֆինանսավորումներից չեմ խոսում նրանից ոնց են ուզում փողը տան գյուտը խլեն, հետո եսի ինչ արտադրեն, ում ծախեն, այդ դաշտից չեմ խոսում։ Իսկ դուք գիտեք, որ ես դա լավ տիրապետում եմ։ Ես երբեք չեմ խոսա նրանց, ինչի մեջ չեմ մտել, չեմ ուսումնասիրել։ Պինդ բռնվեք, մի քանի օրից Պաշտպանության նախարարության համապատասխան պատասխանատուներ, հետո չասեք չգիտենք։ Պինդ բռնվեք, մի քանի օրից ընթացքը կտրվի, կտենաք ինչ ընթացք է տրվում, այդ տենանք այդ խեք մերժում։ Խիչ եք վերցնում դնում, խիչ եք քննարկում, ստեղծողին խիչ եք կանչում, նստացեք մի հատ կլոր սեղան, մարդը գիտականորեն բացատրի, ձեր գիտնականները ճակերտների մեջ բացատրեն խիետի պետչի բանակին եւ ազգին եւ սահմանին եւ զինվորին։ Մի քանի օրից համբերեք, գծված գալիս ենք հետևներից հետ։ Մյուս հարցը ես ուզում եմ անդրադառնամ Դավիթ Տոնոյանի այդ լացակումած հայտարարության օրեր առաջ, որ հայտարարեց իրան տեսակցություն չեն տալի, մյուսը։ Ես ասեմ, ես գիտեք երկար տարիներ եղել եմ բանտերում, որպես քաղբանտարկյալ 15-16 տարի, ես գիտեմ ինչ տանել բանա դա։ Անգամ Դավիթ Տոնոյանի նկատմամբ էս արարքը, եսի ձեզ ասեմ, անմատկային ոչ հայեցի բանա, անկախ նկատմամբ իմ վերաբերմունքից, որպես մարդ, որպես արդեն կալանավորված մարդ, Էսի ես չգիտեմ ինչ նպատակով եմ անում, բայց որ նպատակով են անում ու ինչ որ բաժիժ գործողությունն է, եւ այս կալանավորումը բաժի տարերա պարունակում, դա միանշանակ։ Որ ինքը չասել, դա մենք գիտենք։ Ինքը չի կա, ինքը տանում է դեպի քաղաքական հետապնդում, բայց ինքը չի կարող ասի քաղաքական հետապնդում, ինչ որ սիգնալներ է ուղարկում, որ հանգստացեք, կարող է խոսամ, եւ նյարդերը տեղի են տալի արդեն, բայց ամեն դեպքում սա անմատկային է, ով ինքը ինչ արել, շատերը միգուցե չգիտեք, ես մի քիչ շատ գիտեմ, կամ էլ ավելի քիչ գիտեմ, քան շատերը գիտեն, որ իր անմիջական մասնակցություն էս ամեն ինչին, դա 1000%-անոց ապացուցված բան է, դե հարցը չափի մեջ է, ով ինչքան ինչ է արել։ Ինքը չէր կարող անմասն լինել էս ամեն ինչին Արցախի հետ կապված, էս ամեն ինչին հետ կապված ու գտնվել դեռևս այդ պաշտոնում։ Դա միանշանակ, դա քննարկելու թեմա չի, բայց հարցը այն է, որ մենակ ինքն է անդե իրանցից ու սենց ճնշման է ենթարկվում, ուրեմն այնպես չի մի բան։ Այդ իրան այդ հանձնաժողով բերելու այդ կապիկությունները, այդ կապիկ խաղերը, այդ հարց ու պատասխանները կապիկ թելադրված մյուսը, երևի ինչ որ կոնտրոլից դուրս է եկել։ Բայց ինքը պետք է հասկանա մի կարևոր բան, որ իր կյանքը վտանգված է, ինքը պարտավոր է խոսալ, ինքը պետք է խոսա։ Ինքը թող իր մեջ այդ արժանապատվությունը գտնի, որպես պաշտպանության նախարար, որպես սպա, որպես համենայն դեպս մարդ, ով ավելի շատ արել 100% իր կենսագրության մեջ ավելի շատ բաներ է Հայաստանի համար, քան կառավարության գլուխը եւ իր այդ հիմնական թիմը, իրարով սենց սաղ վերցրած ու թողած։ Ավելի շատ է, որ դնենք սենց կշերտների վրա, կտեսնեք, որ ինքը ավելի շատ բաներ է։ Թե խիա մտել թիմի մեջ, թե խիա գնացել իրանց հետ էս ամեն ինչին մասնակցել, դա իր սեռական կողմնորոշման խնդիրն է եւ դրա պատասխանը ինքը պետք է տա, ես չէ։ Ուղղակի որ նայեցի ես հայտարարությանը, բան եղավ, էլի, ես արդեն վերլուծեցի, ես հասկացա, որ մի բան այն չի, ինքը ինչ-որ սիգնալներ է ուղարկում։ Եվ այս սիգնալները կամ սրանք հաշվի են առնելու, կամ այդ սիգնալների հեղինակը արժանանալու է հերթական եսիմինչ բախտի։ Էդ էլ թող ինքը մտածի, ինքը ամեն դեպքում համակարգում է եղել երկար տարիներ, ինքը կպատկերացնի դրա հետևանքները։ Ամեն դեպքում իմ հորդորը իրան, ինքը որ կա այս ամեն ինչի մեջ, մեզի պարզ է, թող այդ հոգեբանական ծանրությունը վերցնի իր վրա,
իր մեջ այդ ուժը գտնի, Խոստովանի ինքը ինչ արը եւ ինչ գիտի ինչ եղավ Արցախի հետ եւ հայազգի հետ եւ ինչա դեռ սպասվում, որովհետեւ ինքը ես համոզված եմ տեղյակա դեռ ապագայի պլաններից, այս իրանց ստրատեգիական պլանավորումներից ինչ են կապել Հայաստանի ջանին։ Այլապես էլի ինքն է որոշող իր ճակատագիրը, մի անգամ այնա որոշել է, կրուպնի որոշել է, այնա շարունակությունն էլ վայելում է։ Մնացածը թող ինքը մտածի, ամեն դեպքում այս աղի ողոր մաղաչանքները սվիդանի չեն տալի, էնի չեն տալի բանման, էդի մանկական խաղերա, էդի ուրիշ սիգնալ է, ես ձեզ հավաստիացնում եմ։ Տեսակ օրեր առաջ համացանցով նորից տարածվեց մի պայմանագրային զինծառայողի պատմություն, կամավորականի պատմություն, որը վատացել էր, իջացել էին մարտական հենակետերից, 6-7 օր այդ մարդը ցավերի մեջ էր, ոչ մի օգնություն չէր ցուցաբերվում եւ դրա վերաբերյալ իր ընկերները ուղիղ եթեր ունեցան, էջով ես տարածել եմ դրանք, ես հետաքրքրվել եմ, քանի որ հիմա ինձ հասած տեղեկությունների համաձայն հայրենասեր մարդիկ կան, ովքեր մտահոգվել են այս մարդու հարցով, ես հիմա չեմ բարձրաձայնում, տեսնենք Աստված տա, որ այդ հարցը լուծվի, այս մարդու խնդիրները լուծվի, բայց հասկացեք, ստե կարևոր բան, ստե խնդիրը անձը չի, ստե համակարգի խնդիրն է։ Ես նորից եմ կրկնվում, ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության վարչությունը, Հայաստանի Հանրապետության զինվորական գլխավոր դատախազությունը, հակակոռուպցիոն կոմիտեն, երբ որ զբաղվեն այս խնդրով ու տեսնեն, որ պայմանագրերի ինչա կատարվում, պայմանագրայինների հետ կապված, կամավորականների հետ կապված, որ կամավորականը մեկնում է, պայմանագիրը պետք է կնքվի 1 տարով, այլ ոչ թե խաբեության, որով կնքվում է, եւ 1 տարի այդ մարդը լինելով կամավորական, մասնակցելով մարտական հերթապահության, 1 տարի այդ մարդը օրենքի ուժով օգտվում է զինծառայողին հավասարացված բոլոր օրենսդրական լիազորություններով։ Այդ մարդը սա իր բուժումը, մյուսը սա անվճար է այդ ամեն ինչը։ Ես նորից մի անգամ կրկնում եմ, ինչ են անում։ Պետքա գնա 15 օրով կամ 21 օրով պայմանագիրը կնքում են այդքան։ Հենց ինքը իջավ, միանգամից ինքը դադարում է այդ իրավասությունը ունենալուց։ Իջավ, всё, ինքը սովորական դառնում է քաղաքացիական անձ, իր վրա չի տարածվում։ Այն ինչը տարածվում է 15-ից 21 օրվա ընթացքում, բայց օրենքով, պայմանագրերով, հենց այդ բլանկներով, հրամաններով նա պետք է կնքի 1 տարի ժամանակով։ Ինչը խաբեություն է եւ չեն անում, եւ դուք պատկերացրեք ինչ փողեր է այդտեղ լվացվում։ Եվ ոչ մի պետական մարմին փաստացի դրանով չի զբաղվում, ինչի մասին ես բազմիցս հայտարարել եմ, որովհետև մի ժամանակահատված այդ սաղ թղթերը անցել է իմ ձեռքով, ես եմ դրանք լրացրել, ես եմ պայմանագրերը կազմել եւ մարդիկ բացացել են մարտական հերթապահության։ Ես տիրապետում եմ դրան, ինչի մասին խոսացել եմ, բայց մինչեւ հիմա նայեք, դաժե այս պահի դրությամբ դեռ այդ խնդիրը արկախված է։ Հույս ունեմ Մատկանային էլ ես փողերը ուր է այդում, ինչ փողեր է մաքրվում, էլի չի ուղղվում պաշտպանությանը։ Մինչդեռ այդ տղեկը ամբողջը իրենց գործունեությամբ, իրենց կյանքը դնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար։ Հաշվի չի առնվում առողջական վիճակները, տարիքը, մյուսը, էլի այդ նույն տղեկը, այդ նույն դեմքերով, այդ նույն սոցիալական ծանր վիճակներով, էլի մեկնում են սահման ծառայության։ Էլի նույն վերաբերմունքն է մի պարզ պատճառով, որպեսզի այդ տղեկը հիասթափվեն, զզվեն ծառայությունից, նեղանան հայրենիքից, նեղանան պետությունից կամ ընդհանրապես թողեն գնան կամ ընդհանրապես չխառնվեն։ Սա էլ այս իրանց թուրքամետական վերաբերմունքի բարոյական կողմն է ու նպատակը, հիմնական նպատակը, որ բարոյալքվեն, բայց այս տղեկը չեն բարոյալքվելու։ Ձեզ ով ինչ հոգեբանական վերլուծություն ներկայացե, հոգեվերլուծական օպերատիվ տեղեկանքներ ներկայացե, սխալվել եք։ Ինչքան շարունակեք, այնքան ավելի եք սխալվելու։ Այս տղեկը նվիրյալներ են եւ իրաց նպատակին հասնելու են, միջև վերջ գնալու են։ Այ դուք չեք լինի, իրանք լինելու են։ Որ ժամանակը շատ չի ուշանում, էլի, այնա գարունը եկավ, հետը բարին բերում է։ Համբերեք ձեր ճակատագրից մի քիչ էսա ձեր ճակատագրական վերջին եզրին արդեն մոտենում եք։ Էդի կարա ժամեր լինի, կարա շաբաթ լինի, այնա տեսնում եք տաքությունների հետ ավելի արագանում բնության process-ները։ Մի փոքր էլ համբերեք, ամեն ինչ լավ կլինի։ Ձերոնք կգան թուրքական ձիերով։ Հաջորդ հարցը շատ կարևոր հարց եմ համարում, ուզում եմ անդրադառնամ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Աշակ Կարապետյանի գործունեությանը հայտարարություններին մի անգամ չէ, որ ես անդրադարձել եմ, եւ հատկապես հիմա ուզում եմ անդրադառնամ հաշվի առնելով իր քաղաքական ուժի ընդլայնման տենդենսը, որ ես հիմա տեսնում եմ, հայտարարությունները, ուրեմն ասեմ ձեզ հետեւյալը. Աշակ Կարապետյանը լինելով նման պաշտոնյա հայտարարեց, որ պատերազմը եղել է պայմանավորված եւ ինքը դրա մասին ունի հստակ տվյալներ, ինչին ես անմիջապես հիշում եք արձագանքել եմ եւ առաջարկել եմ, ինչպես նաեւ պահանջել եմ, որ այդ փաստերը հրապարակվի եւ բացի դա, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, քաղաքական ուժի լիդեր, այդ ամեն ինչին տրվի իրավական ընթացք։ Այդ հայտարարությունից իմ եթերից հետո արդեն մոտ տեսնում եք, մոտ 2 ամիս անցել է, ոչ մի ընթացք չկա։ Բայց դա շատ կարևոր է նաեւ հետեւյալ պատճառաբանությամբ։ Պատերազմը սարերի հետևում չէ։ Դա կլինի լայնամասշտաբ, թե կլինի մի քանի օրյա, թե մի քանի ժամյա, թե միջդիրքային, ամեն դեպքում պատերազմը լինելու է եւ դա անխուսափելի է էսկալացիան, այդ ագրեսիան, որովհետեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի արտակարգ լիազոր դեսպանորդ Հայաստանի Հանրապետությունում կառավարության գլուխը ամեն ինչ անում է դա իրականացնելու համար նաեւ այն պատճառը, որպեսզի իր խոստացած պետական դավաճանության հաջորդ արյան իրականացնի կապված անկլավներ կոչվող, բայց իրականում Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքների հանձնելու այդ process-ի հետ։ Ինչով է կարևոր Աշակ Կարապետյանի հայտարարության հիմնավորումը եւ տարածումը։ Առայն որ նա գտնվում է Մոսկվայում, այս պահի դրությամբ։ Նա մոտ ժամերին, թե մոտ օրերին սպասվող իրադարձություններին անձամբ չի մասնակցելու։ Մասնակցելու ենք էլի մենք, մասնակցելու է բանակը, մասնակցելու են կամավորականները, ազատամարտիկները, սովորական մարդիկ, ոնց որ միշտ եղել է։ Բայց մենք էլ այս դեպքում մենք համոզված ենք ներքուստ, մենք գիտենք միլիոն տոկոսով որ դավաճանություն է եղել, մենք մի միլիարդ փաստեր ենք, կոնկրետ ես մի միլիարդ փաստեր եմ դրա մասին ներկայացրել, քննություններ ա գնացել, քրեական գործեր ա հարուցվել, որպես կարևորագույն վկա միջոցին քրեական գործով հարցը քննվել է, միլիոնավոր տող նյութեր եմ ներկայացրել, որ սա պետական դավաճանություն է, Արցախի հետ կապված, տեղի հետ կապված, ոչ մի ընթացք։ Բայց երբ որ դրա մասին խոսում է Հայաստանի Հանրապետության հետախուզության, ռազմական հետախուզության թիվ առաջի պատասխանատուն գեներալ-մայորը, այն էլ վտարանդի կարգավիճակում եւ ձեռնարկում է Հայաստանի փրկության քաղաքական գործընթաց, նա ուղղակի պարտավոր է այս ամեն ինչը բերելու համիրավական դաշտ, շուտ կանխելու սա, որովհետեւ այս պարագայում միգուցե այս պատերազմը չլինի ինչ որ սպասում են, մսաղացի ինչ որ սպասում է, միգուցե դա էլ չլինի։ Զուտ այն պատճառով, որ նման փաստերի հրապարակման պայմաններում կամ իրավական գործընթացի պայմաններում սրանք չեն լինելու իշխանության ղեկին։ Մեզ պետք չի նման դավաճան, պետական դավաճան, թրքաբարո գերագույն գլխավոր հրամանատար։ Դուք պատկերացրեք, մենք այսքանը իմանալով հիմա Աստված մի արարած է, մի տեղ իմացանք սկսվել է, մենք մեկնելու ենք։ Բայց մեր թիկունքում ունենալով նման թշնամի։ Բա հիմա ինչին եք սպասում։ Գաք իշխանության նոր հրապարակեք, մինչև գաք իշխանության էլի էթալենք մի 5-10 հազար հոգի մտնենք հողի տակ։ Ինչին եք սպասում։ Հրապարակեք, իրավական գործընթացներ սկսեք։ Այդ փաստերը դրեք, ուղարկեք ազգային անվտանգություն, քննչական կոմ, չգիտեմ, ես չեմ ասում 100% ընթացք կլինելու, process սկսեք, թող սրանք էլ հասկանան, որ Հայաստանից դուրս վտարանդի կարգավիճակում գտնվում է մարդ, ով այդ փաստերին տիրապետում է նաև ի պաշտոն է։ Տիրապետել է նաև այն ժամանակ, թե այն ժամանակ Զենչյանը ես չգիտեմ, որտեվ երկար ժամանակ էլ եղել է պետական դավաճանի խորհրդականը։ Դա հետախույզ մարդ է, վերջի վայրդ կարող է վաղնել դուրս գա, որ հատուկ նշանակվել է, հատուկ եկել է, որ ավելի շատ բան իմանա։ Եթե տենց է, փառք ու պատիվ իրան, ապրինքը։ Բայց այս ժամանակը սենց օգտագործել, այս ժամանակի ընթացքում չբացահայտել այս ամեն ինչը, էսի արդարացված չի ոչ մի ձևով։ Ժամ առ ժամ էսկալացիայի վտանգը մոտենում է, ժամ առ ժամ։
Եվ ինչ, էլի սամանաստեղ, էլի սամանաթիկունքում շարունակի իր թրքամետ գործունեությունը, պատերազմ սկսի վաղը նորից ելնենք գնանք, այս անգամ մենք վստահ ենք, այս իրանք այս Արցախյան պատերազմից մեր վերադառնալու սխալը իրանք թույլ չեն տալու այս անգամ։ Իրանք չէին պատկերացնի, որ պատերազմից կվերադառնանք, sense process կսկսենք։ Պահանջ դնենք, ոնց է հանձնվի Արցախը, ոնց է զինատ կապիտուլյացիան եղել, ոնց է այսքան տղու գլուխ կես ամեն ինչը։ Իրանք այս անգամ այս պատերազմը որ սկսվելու է, այս անխուսափելի էսկալացիան, հիմա իրանք իրենց սխալը ուղղելու են, մենք ներքուստ համոզված ենք։ Ամեն ինչ անելու են մեզ լիկվիդացնելու համար։ Մենք էլ չենք ուզում հենց այնպես մեռնենք, մենք ուզում ենք այս հայրենիքի համար ապրենք։ Մեր նպատակը հանուն հայրենիքի մեռնելը չի, մեր նպատակը հանուն հայրենիքի ապրելն է, շենացնելն է, պաշտպանելն է այս ազգի, այս հայրենիքը։ Հետո անդրադառնալ Արցախի հարցին, մի հատ մենք սահմանները մաքրենք, ամրապնդվենք ու անցնենք Արցախի ազատագրման նույն խնդրին։ Այո, մենք արմատականներ ենք, մենք ազգայնականներ ենք, մենք ռևանշիստներ ենք, ինչքան էլ հիմա ձեր համար տենց սրտատրոփյուն կառաջացնի, այո, մենք դրանից չենք հրաժարվում, մենք հայդատից չենք հրաժարվում, այո, մենք էլ տենց անհատներ ենք։ Մեր ամբողջ գիտակցական կյանքը տենց ենք ապրում, մինչև մեր մահը տենց էլ շարունակելու ենք մեր կյանքը։ Ուզում եք հարմարվեք, չեք ուզում մի հարմարվեք։ Չեք հարմարվում, հələ գնացեք ձեր աղբեր թուրքերի հետ ապրեք։ Սա մեր հայրենիքն է, սա մեր պետությունն է, սա մեր ազգն է։ Աստված մեզ այս միսիան ա տվել, մենք այս միսիային հավատարիմ ենք մնում։ Մենք ձեզ չենք ծառայում։ Դուք պետություն չեք։ Դուք պետության մեջ իշխանությունը զավթած մարդիկ եք, իշխանության մեջ դուք են մարդիկ եք, որովհետև իշխանության մեջ կան նաև մարդիկ, որոնք ընդամենը իշխանության մեջ են, իզարմանասից նաև այդպես բաներ եմ հանդիպել։ Մենք ենք այս ազգի ու հայրենիքի մասին մտածողը, դուք այս ազգի ու հայրենիքի հետ կապ չունեցողներ եք։ Եվ եթե մենք այս դիրքորոշումը պաշտպանում ենք, այո, մենք մեր դիրքորոշումը պետք է հրապարակային ասենք, որպեսզի անգամ Ռուսաստանի Դաշնությանը ում դեմ սենց հակառուսական քարոզ եք սկսել ավելի վտանգում եք այս մեր իրականությունը, անվտանգությունը, որ իրանք հասկանան, որ դուք շատ քիչ կապ ունեք այս ազգի ու այս ժողովրդի հետ, շատ քիչ կապ ունեք։ Ու այն որ ներկայացնում եք, որ սա ամբողջական մեր ազգի եւ ժողովրդի կամքն եք դուք կատարում, տես բան գոյություն չունի։ Դուք իմ կամքը ու իմ ընկերների կամքը չեք կատարում, դուք կապ չունեք այս ազգի հետ, այս հայրենիքի հետ, դուք պետական դավաճաններ եք։ Հասկացաք։ Ու այս սաբոտաժային գործունեությամբ դուք շարունակում եք այդ ամեն ինչը ամրապնդել, հաստատել։ Այս վերջին եթերից հետո սկսեցին ինձ էլի մեղադրել ռուսամետության մեջ, ու շատ լսեք։ Ես ոչ մեկա մետ եմ, ես հայամետ եմ, ես Հայաստանամետ եմ, ես Արցախամետ եմ։ Ոնց ուզում եք էդի տարեք, ծանր կտանեք, սեռական կողմնորոշումները ձեր մոտ կսրվի, թե նոր սեռական կողմնորոշումների կհակնեք, դա հենց ընդհանրապես չի հետաքրքրում։ Այո, ես էլի պնդում եմ, հակառուսական ձեր քարոզչությունը, հակառուսական ձեր գործունեությունը Հայաստանի Հանրապետությանը լավ տեղ չի տանելու եւ չի տանում։ Դուք ավելի հրահրում եք այդ ամեն ինչը։ Երկու ցելերից է խոսում, ես ինչից է խոսում։ Յանի պատկերացումներ ունի, այդ իրան ասել են, որ ինքը խոսա։ Ինքն էլ չի պատկերացնում ինչ առաջադրանք է կատարում, բայց քնած արջին խես զարթնացնում։ Այդ երկու ցելերը քիչ են, հիմա էլ քնած արջին է զարթնացնում, գցես ջաններիս։ Ինչ ես ուզում դու մեր ազգից։ Ինչ եք ուզում։ Ուրեմն առանձնահատուկ էլ նաև ուզում եմ անդրադառնամ այս վերջի շրջանում տեղի ունեցող այս հաճախակի հրդեհների դեպքերին, ինչի մասին գրառում էի կատարել, ինչպես նաև այս պայթուցիկների հայտնաբերման դեպքերին, շատ խորհրդավոր ասեմ ձեզ, շատ հետաքրքիր process է ու շատ վտանգավոր, չափազանց վտանգավոր, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս պայթուցիկներ հայտնաբերելու եւ իբրև թե երկու պայթուցիկի են դեպքերով արդեն ԿՊԱ-ականները զանգված են լրատվամիջոցների, դիմել են կառավարությանը, որ իրենց զինեն։ Հիմա այսինքն եթե ընդհանուր այս բանը կատարվում, այսինքն մենակ ԿՊԱ-ականները պետք է զինվեն, հա, բանում, Երևան քաղաքում կամ Հայաստանում, որ պաշտպանվեն։ Քանի անգամ եմ զենքի հարցերը բարձրացրել, քանի անգամ եմ այս
խորհրդավոր պայթուցիկների դեպքերը բացատրել։ Վերջերս քանակել Զեյթունի դեպքով տեսակ LGD-5 տեսակի նռնակառնց պայթուցիչի Զիբիլի ամանի կողքը ու մեկնաբանում են, որ երեխեք են խաղում, կարող է վերցնեին պայթեն, բա 2 տարի առաջ բերիկ տանս դեմը պայթուցիկը դրին, միջև մախի չեք հայտնաբերում։ Մի քպայականի տան կողքը պայթավ, մյուս քպայականի օֆիսի կողքը գտավ, միանգամից քրեական գործեր ու ակտիվ քննություն ԶԼՄ-ների էջերից չի իջնում։ 2 տարի առաջ բերիկ 2 մանկապարտեզի առաջ պայթուցիկը թոփ թազա դրեցին, հայտնաբերեցիք, այնը մեր կանչով եկաք, միջև հիմա չեք բացում, այդ ովքեր բերին դրին։ Բայց ինչ եք խառնվել իրար։ Բայց ես հետաքրքիր չի, եթե նույնիսկ ձեր դեմ ինչ-որ բան է արվում, այդ ինչն է պատճառը։ Ձեզ հետաքրքիր չի խեն բերում, ասենք, եթե նույնիսկ բերում են տեսականորեն դնում են ձեր պատերի տակ, ձեր օֆիսների, ինչն է պատճառը։ Կարող է մի բան նես չեք արես հայ ազգի հետ, Արցախի հետ։ Թե արցախցիների գալուց հետո ուզում եք էլի տենց արհեստական խմբերի թեմաներ ստեղծեք։ Արցախցի կեկան պայթուցիկներ դրվավ, ինչ պլանավորում է սա։ Այդքան կամերաների տակ ամբողջ քաղաքը օպերատիվ հսկողության տակ չեք կարողանում տենակ ովքեր են բերում երեխեքի խաղալու տեղը, դուք եք ասում, որ երեխեքը կարող է վերցնեին խաղային, ինչ որ պայթունելներ երեխեքը վնասվեին։ Ես վերջի Զեյթունի դեպքով եք պաշտոնապես հայտարարում, ազգային ժողովի պատգամավորի տան կողքնա պայթուն եղե, մյուսը, բա այս ինչ խաբար է։ Ում գոնե այդ սուբյեկտների տները խոմ անվտանգության գոտիներում են, էլի չեք գտնում, բայց հասարակ մարդիկ ինչ ասեն, բայց հասարակ մարդիկ, հասարակ մահկանացումների երեխեքը, որ այդ պայթունին առնչվեն ու հերը իրանցից մի բան լինի, այդ ժամանակ ինչ եք ասելու։ Բա խեք ուզում մենակ դուք զինվեք։ Փորձեցի, այս վերջերս է, փորձեցի գազային ատրճանակ ձեռք բերեմ, ասեցին չեն կարող, օրենքը թույլ չի տալի, բանա, դատվածություն ունեմ, չմարված դատվածություն ունեմ։ Բայց պատերազմի ժամանակ, որ ամբողջ մարտական ստորաբաժանման հրամանատար է ու զինվորական եմ, էդի ոչինչ։ Ինչ չի կարելի անգամ գազային զենք կրել։ Դե բանով ենք, չէ, ջրի պիստոլետներով ենք պատերազմի դաշտում, մենք պլաստմասի չինական շարիկներով ենք կրվում, գցում ենք զենքը ոտներներից։ Իսկ այսօր նայեք, այս դեպքերից հետո կպայականներին զինում են։ Ումից եք պաշտպանվում։ Այդ զինվելու տեղը հայրենիքին նվիրյալ գործեր արեք, այդ զենքը ձեզ պետք չի գա։ Եթե իրոք ձեր դեմ ինչ-որ բան կա։ Իսկ եթե ձեր դեմ էլ բան լինի, դա շատ օբյեկտիվ առնելու, այսքան իրողություններից հետո։ Բայց նաև օբյեկտիվ իրականությունը են, որ ձեր աշխատանքի բանը վերլուծելով հասկանում ենք, որ այս ամեն ինչը կարող արհեստական լինի, որ գցեք մի հատ ուղղության ջեբը։ Դուք ունակ եք դրան։ Այնպես որ իմ հայրենատեր հայրենակիցներ, իմ հորդորը, իմ խնդրանքը, ամեն ինչին չափազանց լուրջ վերաբերվեք, մատների արանքով մի նայեք, այս Facebook-յան իրականությունից իրականում էլի փորձեք մի փոքր կտրվել, աշխատեք ձեր վրա, ձեր գիտելիքների վրա, հենա գարունա դեմը, մի քիչ մազվեք, եթե ունեք հնարավորություն, հիմա տեսեք իմիջիալոց օգտվելով առիթից ասեմ, տենում եք Ազատազենը ինչ հայրենասիրական գործունեություն է ծավալ է, տեսակ վերին ոսկեպարում օրեր առաջ ինչ պրովոկացիա արեցին այդ զինավանի հետ կապված։ Մարդիկ իրանց հաշվով, իրանց ծրագրերով նայեք ինչ լուրջ գործ են անում սահմանամերձ շրջաններում, մարդկանց կռվել են սովորացնում, կրակել են սովորացնում, տեսեք, ոստիկանությունն են կիրառում արդեն բանման, արդեն Հայաստանի տարածքում գործող բանը համարում են արգելված գոտի, մարդկանց նկատմամբ հետապնդում է։ Ես հիմա չեմ ուզում խոսամ, ես ճանաչում եմ այդ համայնքին, ես ճանաչում եմ ղեկավարներին, Ազատազենի, եթե հարկ լինի, ես կարծում եմ իրանք դրա մասին ավելի խորը հայտարարությամբ հանդես կգան, բայց ես ձեզ իրողությունն եմ ասում, փաստն եմ ասում։ Իմ հորդորը, ովքեր ունեն հնարավորություն, փառքասու հենա քաղաքացիական հրաձգարաններ կա մի քանի հատ գոնե հայտնի, մասնակցեք այդ մարզումներին, այսօր տեսնում եք, մենք այսօր պետք է ներեցու կլնենք բանակին, ոչ բանակի ղեկավարությունն է այսօր պիտանի հայրենիքի պաշտպանության համար, ոչ քաղաքական իշխանությունը։ Էլի դեմ հանդիպան մնալ ընկեն իրողությանը, որ էլի այսպես կամավորական ազատամարտիկը հայրենասերը գնալու կանգնի բանակի կողքին, ժամկետային զինծառայողը նույն պայմաններով էլի սկսել ենք հայրենիքի պաշտպանությունը։ Ուրիշ տարբերակ չկա։
Նման ապաշնորհների, նման դավաճանների ղեկավարության ներքո ուրիշ բան հնարավոր չի այս պահին։ Ոչ պատկերացնել, ոչ կազմակերպել, ոչ ծրագրավորել։ Բայց այս ամեն ինչը ոչ թե ձեզ թող ընկճի, այս ամեն ինչը ոչ թե ձեզ թող վախեցնի, այս ամեն ինչը թող ձեր մեջ ավելի մեծ ուժեր բացի, ավելի մեծ հոգևոր դռներ բացի, ձեզ ավելի լավ տրամադրի, որովհետև ավելի լավ է իրողությունը իմանաս, դու պատրաստվես, դու հասկանաս քո ուժն ու միջոցները ինչա, դու ինչ կարող ես անել անհատապես, քան հույսը դնես պետական իշխանությանդ վրա ու գա հասնի այն իրողությունը, որը մենք տեսանք 20 թվականին, 21 թվականին, 22 թվականին, որ 30%-ի համար չարժի կռվել, այդ ջուրը մեզի պետք չի, այդ սարերը մեզի պետք չի, միշտ ձյուն անդե։ Թուրքերը հիմար են, էլի անասուն են, չեն հասկանում խեն այդ սարերը ուզում։ Դե Սևանը մեզի պետք չի, Որոտանի ճամփեն մեզի պետք չի, ენი պետք չի, ენი պետք չի, դե նույն անկլավը вообще մարդ չի ապրում, Շուշին դժբախ քաղաք է, եթե չեք ուզում նորից այս իրողությունը ճաշակեք, այս դառը իրողությունը, նորից դարակ հոգեպես հաշմանդամ, ոնց որ մենք դարանք այս 20 թվականից հետո, ուրեմն փոխեք ձեր տեսակետը։ Հիշեք, որ ձեզանից յուրաքանչյուրը հայ ազգի զինվոր է, ձեզանից յուրաքանչյուրը հրամանատար է, ձեզանից յուրաքանչյուրը այս երկրի պաշտպանն է, իր ազգի պատասխանատուն է, պաշտպանությունը ինքն է իրականացնողը, եւ էսի թող ձեզ ոգևորի։ Վերևն Աստված, ներքևը ձեր ազգը, ձեր ընտանիքը, ուրիշ ինչի վրա եք ուզում հույսները դրած լինեք։ Ում եք սպասում, ինչին եք սպասում։ Սպասում եք նրան, որ գային իրողությունը, որ նորից Եվրոպան հայտարար իր նավերը կիլիկել լեռներ չեն բարձանում, սկսեք մեղադրել նրանց, գա հասնի ասեք, դե գիտեք ինչ, ռուսական հոպը խիչ աշխատեց։ Հենա, գիտական միտքը դրածա հազարատ ռուսական հոպ արժի։ Պետությունը չի ուզում էսի արտադրի, ինչ անենք։ Սենց են կռիվ տալի, ոնց կարում, տենց են կռիվ տալի։ Պինդ եղեք, Աստված պահպանի Հայաստանի Հանրապետությանը, հայ ազգին, Արցախի Հանրապետությանը եւ հիշեք մի կարևոր բան, ամեն օր այս որ այս բաները գցում են, այս նկարները գցում են ազգային ժողովի շենքն են քանդում, եկեղեցիներն են քանդում, ուսը, էսի հոգեբանական ամենամեծ պատերազմն է։ Սրանք մեզ գժվստում են, սրանք մեզի ջղայնացնում են, որ կոտրվենք, սրանք չեն հասկանում մեր գենի մեջ, մաքուր հայի գենի մեջ, այդ ամեն ինչը մեզի ավելի արթնացնում ու ուժեղացնում։ Եթե ուզում են դաժան, կլինի դաժան, խնդիր չկա, թող լավ լինի ու լավ է լինելու, Աստված պահապան բոլորիդ։